Ես որոշել եմ այդպես նորից ակտիվացնել ու երկար դադարից հետո ես իմ առաջին վլոգն է, ես խոսալը մոռացել եմ, ես ընդհանրապես մոռացել եմ ինչպես են շփվում կամերայի հետ, այնպես որ իմ կմկմոցը ամեն ինչը սենց չեմ մոնտաժելու։ Վերջին անգամ ես վիդեո եմ հրապարակել սեպտեմբերին 25 թվականի ու մինչև այդ մեծ լուրով սենց որ ես աշխատանքի եմ ընդունվել, բաբամ սենց խոսք տվեցի, որ անպայման վիդեո կնկարեմ աշխատանքային շաբաթի հետ կապված ու գնացի։ Այդ ամենայն անկեղծությամբ ես փորձել եմ նկարել։ Այդ առաջին շաբաթը ես ինձ նկարել էի կողքից իմ քիչ քանակով զանգերը, բայց հետո ինչ եղավ, որ շարունակեցի, էլ չեմ հիշում, բայց սկսեմ կարճ համառոտ սկզբից, թե ինչպես եղավ այդ ամեն ինչը, դժվար էր։ Սկիզբը բավականին քարքարոտ դեպքեր եղան, սայթաքումներ, բայց որովը նորմալ է։ Փառք Աստծո, ես այնպեսի թիմ եմ ընկել, որ բոլորը շատ սփորթիվ են, աջակցող, ամեն ինչ հասկանում են, ըմբռնում են ու հակառակը ոգևորում են։ Մի քանի դժվար թասքերից հետո ես ընկա հունի մեջ ու հիմա շատ ավելի լավ տեղում եմ գտնվում, բայց ինչու կորա ռադարներից, որովհետև ոչ YouTube-ս էր ակտիվ, ոչ Instagram-ս, too much դարձավ այդ կարճ կոնտենտը, ես արդեն սիրտս խառնում էր, չէի կարողանում նայել այդ ամեն ինչը, ու զգում էի, որ ինչ պարտադիր է նայել դա, չէ, մենք ունենք լավ սովորություն ամուսնուս հետ, որ իրար շատ հետաքրքիր զվարճալի վիդեոներ ենք ուղարկում ու եկավ պերիոդ, որ մենակ ինքն ինձ ուղարկում, որովհետև ես ջնջեր երախոսիցս ու մի խոսքով շատ չխորանամ, որովհետև իմաստ չունի դրա մասին խոսելը, պատճառը կորելու այն էր, որ ես չէի կարողանում համատեղել իմ աշխատանքը հոբիներիս հետ, որովհետև դեռևս չէի սովորել work-life balance-ը, չէի սովորել, որ նոթոպը փակելուց հետո պետք է մոռանալ դրա մասին, ինձ պահանջվեց 6-ից 7 ամիս, որ ես սովորեմ դա, որովհետև փակում էի, բայց միևնույն է, այդտեղ պատտվում էի տաբլակներ էի մտածում, կամ եթե ինչ-որ սխալ էի արել, անձնական էի դա ընդունում, բայց իրականում աշխատանքի մեջ ոչ մի բան անձնական չի, ոչ նկատողությունը, ոչ, գիտեմ, հաղթանակը, դա աշխատանքը, պետք է թողնել աշխատանքի վայրում։ Բայց հենց այստեղ է գալիս պարադոքսը, երբ որ ռիմոթ ես աշխատում, աշխատանքի վայրը տունն է, ու տունը չի ասոցացվում հանգստի հետ։ Իհարկե ես սկզբում իջնում էի coworking կաֆեներում աշխատում էի, բայց մեր մեջ ասած ինքնես չի եժանհաճույք, հա։ Open house-ը թեև ես գիտեմ, որ անվճար է coworking-ը, կարող ես ինչ-որ բան պատվիրել, բայց անվճար է։ Ես էլ ապրում եմ Եղվարդում, ամեն անգամ Երևան իջնելը, հետ գալը, միայն աշխատելու համար։ I don't know. Ես իջնում coworking երբեմն, երբ որ զգում եմ, որ տունը արդեն շատ ճնշող է դառնում։ Դժվար է անջատվել աշխատանքից, երբ որ տանն ես աշխատում։ Դրա համար ես մի քիչ դժվար սովորեցի, բայց կարևորը սովորեցի ու հիմա այսօր արդեն ունեմ ժամանակ, ռեսուրս, ուղղում ստեղ առանձին, որպեսզի զբաղվեմ իմ հոբիներով, որոնք են իմ էջը վարելը, գիրք կարդալիս, հիշելը նախորդ նախադասություն ինչի մասին էր։ Ուրախ եմ, որ վերջապես միացրեցի վիդեոն, դրեցի շտատիվը, վերցրեցի ես միկրոֆոնը ու խոսում եմ ձեզ հետ հիմա։ Խնդրում գրեք մեկնաբանություններում ինչպես եք, հոչ եք նեղացել ինձնից։ Այս ընթացքում շատ մեծ sense փոփոխություններ չեն եղել, թերևս eat, pray, love վիճակներ ինձ մոտ։ Հա, ես դարձա 30 տարեկան, թերևս ամենանոր բանը դա է, որ անցած շաբաթ մայիսի 16-ին ես դարձա 30 տարեկան ու շատ ուրախ եմ այդ առիթով, որովհետև շատերը շնորհավորանքների մեջ իմ ընկերները նշում էին, որ ոնց ես զգում, ոչ ես վախեցել, ես քեզ զգում արդեն բան, բայց հակառակն է իմ մոտ, ես վերջին մի քանի տարին սպասում էի, թե ես երբ եմ դառնալու 30 տարեկան, որովհետև իմ մոտ միշտ տպավորություն կար, sense զգացողություն, որ 30-ից սկսած իմ մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու, որովհետև կան չէ մարդիկ, որ իրենց կյանքի պիկը սկսվել է 40-ից հետո, կամ դերասաններից լիքը մարդ, Louis de Funès-ը 50-ից հետո է իր breakout դերերը ունեցել։ Ես միշտ զգացողություն եմ ունեցել, որ իմ մոտ 30-ից հետո է լինելու, որովհետև նայես չի մինչև 30-ից ամեն ինչ սուպեր է, չգիտեմ։ Ես թվացել է դա ու ես վերջապես ուրախ եմ, որ
officially ես 30 տարեկան եմ ու նշեցինք Սևանում, 2 օրով գնացինք կտրվեցինք այս կենցաղից ու շատ հավես անցավ։ Իրականում մտածել էի այն խոստացածս աշխատանքային շաբաթով սկսել վերաբացումը իմ YouTube-ի, բայց իրականում ինձ չի շատ տարբերվում, շաբաթվա 5 օր աշխատանքային շատ են տարբերվում իրարից, առավոտ նախաճաշ, որոշ օրեր մարզասրահ, նորից նոթբուքով աշխատում եմ, քոլեր եւ այլն, ու դրա համար միգուցե այս վլոգը չլինի full շաբաթ, ամենայն հավանականությամբ չի լինի, բայց կարևորը կա, չէ՞։ Այսօր ուրբաթ է, ժամը քանիսն է, 4:50, ինձ ոչ մեկ դեռ չի գրել, չի անհանգստացրել, ունեի մի քանի task արել եմ, տվել եմ որ նայեն, այս առումով շատ հարմար աշխատանք է, որովհետեւ իմ գործատուն Լոնդոնում է, մենք ունենք 3 ժամվա տարբերություն, ձմեռը 4 ժամեր, իրենք փոխում են ժամերը։ Հայդեպ այդ առիթով գործընկերուհիս ասում էր վարդեն 4 ժամից փոխել են 3 ժամ գարնանա, ասում ինչ լավ արդեն всё 3 ժամ է տարբերությունը։ Ասում են չի դուք չեք անում, դա ասում չէ մենք ժամերը փոխելը 12 թվականից տենց բան էլ չենք անում։ Մեկ էլ ասում ու that's what I call a progress։ Շատ զարգացած երկիր ենք։ Լոնդոնը այնքան բանի Անգլիա մեզ նսորելու։ Հիմա մեր մոտ 3 ժամ տարբերություն կա ու ես sense օրերին հնարավորություն եմ ունենում անել այլ գործեր, երբ որ թեթև օր եմ ունենում։ Դա կլինի տան գործ, կլինի պարզապես գիր կարդալ, օրինակ հիմա վիդեո եմ նկարում ու ես շատ ուրախ եմ, որ ստացվեց մոտ աշխատանք գտնելը ու պահելը, որովհետև այս ուղղակի երազանք, ես էլ չեմ պատկերացնում ինձ օֆիս գնալուց։ Հատկապես Երևանի երթևեկությունը ինչ է դարձել։ Ես իհարկե մի քիչ իզոլացվել եմ Եղվարդում ապրելով, որովհետև շատ չեմ դուրս գալիս Երևան, թերևս Սուրենին մանկապարտեզ տանել բերելուց, այնը միշտ չի որ ես եմ տանում ու բերում։ Բայց ես վերջերս գնացել էի օրը ցերեկով ժամը 2-ին Քոչարի վրայի գլոբինգ, Հրաչյա Քոչարի։ Ու ես հիշում եմ, որ այդ ժամերին թեթև երթևեկություն է, որովհետև վերջին տվյալներով տենց էր։ Վերջին տվյալներն էին մոտ outdated են 23 թիվ։ Այս ինչ էր, Աստված իմ։ Ես 22 թվականին օֆիսում էի աշխատում։ Էլի ծանր էր երթևեկությունը։ Ես հոգնում էի մինչև գնում էի աշխատանքի ու Եղվարդից հասնելը Զեյթուն երկար էր տևում։ Գնում էի արդեն երբեմն հոգնած, որտեղ ճանապարհին սենց բռնված ավտոբուսի մեջ հետ էի գալիս էլի հոգնած ու ոչ մի բան անել չէր գալիս։ Իսկ հիմա արտանում ես ու կարող ես աշխատել արդեն։ Ընթացքում էլ անել ինչ-որ լվացք, ինչ-որ բան պատրաստել են հիմա։ Օրինակ սուպիկ եմ դրել, որ եփի շատ հարմար է, ընդհանրապես չեմ փոշմանում։ Իդեպ կարելի է ստուգել ինձ։ Գրել են թե չէ, պետք է գրել Անտոնիոն չի գրել, օ, ինքը դեյով 100 կեսից։ Okay, ուրեմն բրծավ ես շաբաթը։ Բրծավ։ Իդեպ Սուրենը որ սկսել է խոսալ, Ձակուկը, մենք սկսել ենք լիքը բաներ իր լեզվով խոսալ։ Ովքեր բալիկ ունեն, թերևս կիմանան դա ինչի մասին է, բայց օրինակ ասի բրծավ, ասում ենք բրծավ։ Բա Սուրենը ասի իշեցի։ Իմ աշխատասեղանին միշտ սա է։ Մանկապարտեզում են սարքել։ Ասացին, որ Սուրենն են ներկել։ I don't buy that։ Ինքը սենց սիրուն չէր ներքի, ինքը ամեն ինչ խզբզում է։ Հիմա ինքը մանկապարտեզում է։ Կգա ու մենք ունենանք շատ սիրուն շաբաթ կիրակի, որովհետև գնալու ենք տեխնիկային թատրոն կիրակի օրը Մադագասկար։ Ես չեմ հիշում։ Ես եղել եմ երբևէ տեխնիկային թատրոնում թե չէ։ Եթե եղել եմ շատ փոքր ժամանակ եմ եղել, որովհետև ոչ մի բան չեմ հիշում։ Ու մաման լինելու ամենահավես պահերից մեկը դա է, որ երեխու հետ ամեն ինչ վերապրում ես։ Մենք գնացել ենք կարուսելներ, մենք գնացել ենք Ռիո մոլի մեջի Զուլենդը։ Ես իր հետ հավասար զվարճանում էի, նույնիսկ պայտակ ավելի շատ քան ինքը։ Հուսամ ինքը կհավանի ներկայացումը, հանգիստ կնստի մինչև վերջ ու ինչ-որ բան կհասկանա դրանից։ Yes, кстати. Metti, te la paragono con un pestone?
Սա արդեն ներկայացման հաջորդ օրն երկու շաբթի ու Սուրենը հավանեց ներկայացումը համանadrապես լաց չեղավ մնաց մինչև վերջ ու ինձ թվում այն փաստը որ երեխեք կային կողքը լիքը իրան օգնեց որ նաև ինքը ապահով զգա Չնայած դրան ես նաև տրամադրել եմ իրեն մինչև ներկայացման մինչև թատրոն հասնելը որ այդտեղ տիկնիկներ ես տեսնելու առյուծ զեբրա քեզ ծանոթ կենդանիներ կտենց անամբեր սպասում էր ամբողջ ճանապարհին ասում էր աթոռին նստի նայ ու տենց հասանք մի պահ երբ որ երաժշտություն էր միանում շատ բարձր անչափ բարձր հատկապես որ բարձրախոսերով խոսում էին նույնիսկ ինձ համար բարձր այդ պահին Սուրենը պտտվեց ասեց լավ է չի Բայց ընդհանուր առմամբ շատ լավն էր, այնտեղ մի պահ կար, որ նավակն ա գնում ու պղպջակներ էին տենց դուրս գալիս, նայեց ասեց փրփուր։ Եղասկավ արժի գնալ երբեմն, բայց ոչ հաճախ, որովհետև իսկապես շատ բարձր երաժշտությունը։ Գիրք էի կարծում քիչ առաջել, Կարգապահների տունը գիրքը, Ստեփան Խզրցյանն է հեղինակը։ Ու շնչակտուր եղա։ Ինքս ինձ ժամկետների մեջ եմ դրել, որովհետև հունիսի 2-ին գրքի քննարկում կա հենց գրքի հեղինակի հետ։ Իսկ ես ուզում եմ հասցնել ավարտել այն, որովհետև իմաստ չունի գնալ գրքի քննարկման առանց գիրքը կարդալու։ Բայց թե ինչի մասին է գիրքը ու ընդհանրապես ինչ գրքեր եմ կարդացել այս ընթացքում, ինչ եմ պլանավորում կարդալ, կխոսենք մյուս վլոգում, որովհետև դա առանձին թեմա է ու այսօրվա համար այսքանը։ Շնորհակալ եմ որ նայեցիք վիդեոն մինչև վերջ։ Լայքեք, խորհրդագրվեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։